Եկեք քննարկենք մի հետաքրքիր թեմա՝ մարդիկ ցանցային բիզնեսում։ Ցանկացած բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ է շատ մարդկանց ներգրավել, ինչպես են մարդիկ արձագանքում ցանցային բիզնեսին։ Կան մարդկանց երկու տեսակ՝ նրանք, ովքեր ժամանակ են ձգում, որոշում են սպասել եւ քայլեր չանել, վախենում են որևէ նոր բան սկսել, եւ նրանք, ովքեր մոտիվացիա են ստանում ուրիշների արդյունքներից, ինչի շնորհիվ ունենում են իրենց լավ արդյունքները։ Որոշում ընդունելու արագությունը որպես կանոն ազդում է արդյունքի վրա։ Առաջին տիպի մարդիկ ասում են՝ ես սկսնակ եմ, երբեք չեմ աշխատել ցանցային բիզնեսի ոլորտում եւ վախենում եմ հանկարծ չստացվի։ Երկրորդ տիպի մարդիկ ասում են՝ բոլոր պրոֆեսիոնալները ժամանակին եղել են սկսնակներ, ամեն ինչ փորձի հետ է գալիս։ Սկսնակներին խանգարում է անհայտության վախը, այն կարող է լինել շատ ուժեղ, ինչի հետևանքով սկսնակները հրաժարվում են հնարավորությունից, եւ դա սխալ է։ Արդյունքի հասնում է այն մարդը, ով չի փնտրում մեղավորներ, չի արդարացնում իր անգործությունը, հասնում է դրված նպատակներին, շարունակում է զարգանալ իր գործում, իրականացնում է իր երազանքները։ Իսկ ինչ անել։ Պետք չէ հուսահատվել, երբ ինչ-որ բան չի ստացվում։ Դա միանգամայն նորմալ է։ Պետք չէ մտածել, որ դուք չեք կարող, պետք չէ կոտրվել դժվարություններից։ Արգելքներ միշտ կլինեն։ Մի հանձնվեք։ Պետք է փորձել նորից ու նորից։ Կգա հրաշալի պահը եւ ամեն ինչ կստացվի, կփոխվի։ Վստահ գործեք եւ մի վախեցեք սխալվելուց։